Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանն այսօր զորակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կանանց, ինչպես նաև մի շարք այլ կին գործիչների, ովքեր իր խոսքով թիրախավորվում են։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը եւ դստերը, որովհետեւ երբ ամուսինը բանտում է վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տարապում ու տանջվում է։ Իսկ թե ինչպես են սիրում դուստրերը, հայրիկների համար հայտնի բան է։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի եւ մյուսների կանանց, ովքեր վստահ եմ իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին, թե հլը դու տես ամուսինը որտեղ է, ինքն ասում, խոսում, ուրախանում է։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին ու Մարտակինը բռի, գրեհի, կանկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում ընդդիմադիր կին պատգամավորներին, արտիստներին, երգչուհիներին, բլոգերներին, լրագրողներին։ Գրել է Հակոբյանը եւ մի շարք այլ անուններ տվել։ Նա այս համատեքստում աջակցություն է հայտնել նաև Անահիտ Ավանեսյանին, լրագրողներ Նանե Արզումանյանին եւ Նանե Իսրայելյանին։ Հակոբյանը նաև զորակցություն է հայտնել բոլոր կանանց, ովքեր ամեն օր լռելային բռնության են ենթարկվում եւ չեն կարող խոսել այդ մասին, որովհետեւ չունեն ոչ մի պաշտպանություն։ Նա նաև հայ կանանց քննադատելու առիթը բաց չի թողել, պնդելով, որ նրանցից շատերի սև փեշի բարձր հովանու ներքո էլ բռնության մշակույթը փոխանցվում է սերնդեսերունդ։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր կրկին ձերբակալվել է։ Օրագիր Նյուզի հետ զրույցում Քերոբյանի եղբայրը ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ գործի մասին տեղեկություններ չունի։ Փոքր եղբայրս է ներկա եղել տանը, բայց ինչքան հասկացել եմ, իր նախարարական գործունեության հետ կապ չունի ընդհանրապես ու կարծես իր հետ էլ կապ չունեն այդ դեպքերը։ Բայց թե ինչու են հիմա որոշել այդ գործով զբաղվեն, չեմ կարող ասել։ Մինչև մանրամասներ չիմանամ, հաստատ ոչինչ չեմ կարող ասել, նշել է նա։ Ավետիք Քերոբյանի խոսքով իրավապահներն այցելել են Վահան Քերոբյանի բնակարան, իրականացրել խուզարկություն, որից հետո էլ նախկին նախարարին ձերբակալել են ու տարել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վահան Քերոբյանին մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքները։ Ենթադրյալ հանցանքը կատարվել է 2008-ից 2014 թվականներին, երբ Քերոբյանը ղեկավարում էր Thar Device ՍՊԸ-ն։ Քննչական կոմիտեն հայտնում է նաեւ, որ հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը բացահայտելու մասին եւ նշում, որ վերջիններիս բնակարաններում կատարվել են 1 տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական բարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ։ 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, 7 անձ ձերբակալվել է, այդ թվում Վահան Քերոբյանը։ Վերջինիս կանոնավորելու միջնորդություն դեռ չի ներկայացվել։ Գեներալ Մանվեր Գրիգորյանի դստեր Արմավիրի մարզի Առաջինացյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Դատախազությունը դիմել էր ԲԴԽ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։ 2025 թվականի նոյեմբերի 6-ին եւ 7-ին դռնփակ նիստերում հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առաջինացյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվերի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը ԲԴԽ-ն որոշել է կասեցնել նրա լիազորությունները մինչև քրեական վարույթի ավարտը։ Ասված է որոշման մեջ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է քրեական հետապնդում իրականացվելու դեռևս հայտնի չէ։ Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, համաձայն որի կալանավորվել էր դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։ 2024 թվականի նոյեմբերի սկզբին էլ լուրեր էին շրջանառվում, որ Նաիրա Գրիգորյանն իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջզադեն Հայաստանի նկատմամբ հերթական տարածքային հավակնություններն է դրսևորել, հայտարարելով, որ այսպես կոչված 4 անկլավների վերադարձը գտնվում է Բաքվի մշտական ուշադրության կենտրոնում։ Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է, ասել է նա, հավելելով այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը միաժամանակ մեծ դիվանագիտական հաջողություն է որակել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերի հանձնում Ադրբեջանին, որը տեղի ունեցավ 2024 թվականի գարնանը։ 4 գյուղերի հանձնումից ու Տավուշ-Ղազախ հատվածում անցած տարի տեղի ունեցած մոտ 12 կիլոմետրի սահմանազատումից հետո մինչ օրս գործընթացն առաջ չի շարժվել։ Սահմանազատման հանձնաժողովների
ԱԺ ղեկավարները Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆայևը վերջին անգամ սեպտեմբերին էին հանդիպել Սյունիքի եւ Կովկասանի սահմանին։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախորդին կայացած համաժողովի ընթացքում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։ Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան. «Ինչու դադարեցրեցիք հայերի դեմ հարձակումը, չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր»։ Ըստ Ուիթքոֆի հարցրել է Թրամփը. «Ես այդքանն էի ուզում այնինչ գրավել էին հայերը»։ Ըստ Ուիթքոֆի պատասխանել է Ալիևը։ Սպիտակ տանը բանագնացի խոսքով այդ զրույցին ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարը։ Ճիշտ է, Ուիթքոֆը Նիկոլ Փաշինյանին անվանել է Հայաստանի նախագահ։ ԿՊԱ-կան պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը պատրաստ չէ ապրել ադրբեջանցիների հետ։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը։ Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու ինչ էր ուզում որ չստացավ միջանցք կոնկրետ։ Ես կարծում եմ ադրբեջանում խոչընդոտ միջանցք։ Չէ, իրանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում իմ մոտ այդպիսի տպավորությունն է, որ բավարարված չի։ Լրագրողները հետաքրքրվեցին ինքը պատրաստ է ապրել ադրբեջանցիների հետ, չէ՞ որ ադրբեջանական կողմը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, նա բացասական պատասխան տվեց։ Ես պատրաստ չեմ, եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, այնպես չի որ այսինքն մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ այն սովետական միության տարիներին, խորհրդային միության տարիներին, բայց ես ուզում եմ էլի եմ ասում, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան տուրիստական, այսինքն երբ որ արդեն դե կարող է ինքնաթիռով գան, հիմա ես չգիտեմ, կարող է գան բանը Գառնի Գեղարդը տեսնան, վերադառնան իրենց եկել, որպես տուրիստ, կարող է հայերը նաև գնան, բայց դա վերադարձ որպես այդպեսին չի կարող դիտարկվել։ Միևնույն ժամանակ նա վերահաստատեց կուսակիցների դիրքորոշումը, իրենք հիմնվում են ոչ թե հայտարարությունների, այլ երկու երկրների ղեկավարների ստորագրած եւ համաձայնեցված փաստաթղթերի վրա։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանալիճ, այլ կա Գյոչչա, իսկ որ հայկական ԽՍՀՄ-ում բնակեցված ադրբեջանցիները պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այսօր նոյեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 14:00-ի սահմաններում Աբովյան փողոցում SAS սուպերմարկետի դիմացի հատվածում բախվել են Nissan եւ Mercedes Magnitsky ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին կայանված թիվ 201 երթուղին սպասարկող մարդատար գազելին։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել է տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊՑ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։